նախագահի ելույթը խաղապահության գահակատման ժողովում նվիրված, որը նախատեսել էր ձեռնել Միացյալ Նահանգները, ապա այդ ելույթում նախագահը իր շատ հստակ արձանագրեց Հայաստանի պատասխանատու մասնակցության եւ պատրաստակամությունը գլոբալ անվտանգության խաղապահության միջոցառումներին։ Այսինքն Հայաստանը այսօր մասնակցում է եւ կմասնակցի, որում ընդլայնելով թե իր մասնակցության չափը, ծավալը եւ թե աշխարհագրությունը։ Հիմա մենք գիտենք, որ արդեն Լիբանանից հետո Հայաստանը ներկայացնում նաեւ Մալիում խաղապահություններում։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը միջազգային հանրություն, ընդ որում միջազգային հանրությունն էլ առաջարկում է եւ ըստ էության նպաստում Հայաստանի մասնակցությանը։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը միջազգային հանրության կամ գոնե պատասխանատու դերակատարների համար գլոբալ անվտանգության հարցերում խաղապահության գործընթացում դիտվում է որպես վստահելի գործընկեր։ Եվ նախագահը սա կարևորում է եւ ըստ էության դիտում նաեւ մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մեկը։ Այսօր շատ է խոսում այն մասին, որ կոնկրետի կարգավորման բանալի միգուցե խաղապահ ուժերի ինչ-որ մի տրաբանով, չէ, սահմանագծով խաղապահ ուժերի տեղակայումն է։ Բայց մեծ իմաստով խաղապահ ուժերի տեղակայման խնդիրը օրակարգային կարող է դառնալ ըստ իս միայն այն ժամանակ, երբ որ առանցքային կարևորագույն հարցերի շուրջ բանակցային ձեռք են բերվել պայմանավորվածություններ կամ մոտեցումների ընդհանրություններ։ Օրինակ ասենք թե ինչպես ենք մենք պատկերացնում նույն ասենք թե խաղաղ գործընթացի հետագա զարգացումները կապված Ղարաբաղի ուրեմն կարգավիճակի որոշմանը։ Շատ պայմանական է։ Եթե սկզբունքային առանցքային հարցերի վերաբերյալ կողմերի միջև պայմանավորվածություններ չկան, խաղապահ ուժերի տեղակայման խնդիր չի կարող դառնալ օրակարգային խնդիր, որտեղ դա ընդհանրապես միջոց է լինելու։ Գործիք այն էլ անհրաժեշտության դեպքում։ Ես կարծում եմ ՀԱՊԿ ներգրավվածությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում կոնկրետ եմ ասում, չեմ կարծում, որ հայաստանյան քաղաքական ղեկավարության կողմից դիտարկվում որպես խիստ անհրաժեշտ հարց։ ՀԱՊԿ-ի մասնակցությունը կամ ՀԱՊԿ-ում մեր ներգրավվածությունը մեծ իմաստով պայմանավորված է տարածաշրջանային ընդհանուր անվտանգության, այդ թվում է Հայաստանի անվտանգության բնական է, բայց ոչ միայն Ադրբեջանի հետ կապված, հա։ Այսինքն ես այն կարծիքին չեմ, որ այն նախաձեռնությունները, որոնք որ վերաբերում են ՀԱՊԿ շրջանակային խաղապահների ձևավորմանը, դրանք ուղղակիորեն Հայաստանի դեպքում նախաձեռնությամբ պայմանավորված են մեր այսպես հերուն գնացող նպատակներով, հասկանալի է, չէ՞, Ղարաբաղ հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղ-ադրբեջանական կոնֆլիկտի կոնտեքստում։ Օրինակ ինչու չեն կարող մենք ընդդադրել նույնպիսի խաղապահ առաքելություն ընդդադրենք ՀԱՊԿ-ի պայմաններում, ասենք աֆղանական սահմանի վրա, նույն Տաջիկստանի հետ։ Այսինքն խաղապահության խնդիրը գլոբալ առումով է կանգնած այսօր։ Եւ ՀԱՊԿ-ը տեղայնացնելով իր կառույցներում այդ խնդիրը փորձում է իմ պատկերացմամբ, փորձում է ինքն էլ հաղորդակից դառնալ միջազգային խաղապահության գործընթացին։ Թերևս ես այսպես եմ անցալում ամենայն